Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դե բնականաբար արդեն կանխատեսելի է խոսելու ենք այցից ԱՄՆ փոխնախագահի մեծ աղմուկով, այսպես ներկայացնում են իշխանությունները ներկայացնում են արդյունքները, ասում են այ տեսեք սա աննախադեպ է, այսքան տարիներ 30 տարի շարունակ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել Ամերիկայի հետ այսպես ջերմ հարաբերություններ հաստատել, որ իրենց փոխնախագահ կա Հայաստան, ընդդիմադիրները այս ամենը քննադատում են, այ փոխնախագահի այցը քաղաքական ինչ-որ հաշվարկ էր, աջակցություն այս իշխանություններին, թե ինչ-որ տարածաշրջանային, այսպես, քաղաքական հաշվարկ։ Նախ նշենք արդարության համար, որ այս անցած ժամանակահատվածի ամենաբարձրաստիճան այցն էր, եւ այս առումով ինչ-որ աննախադեպություն կարելի է արձանագրել, բայց ցավոք պիտի նշենք, որ այդ այցը այն կշիռը եւ այն ազդեցությունն ու նշանակությունը չուներ, ինչը որ կարող էր ունենալ։ Ցավոք սրտի դեր նշած բոլոր խնդիրները, թե տարածաշրջանային, թե քաղաքական առումով գերակշռում էին եւ ավելի ամերիկյան գեոպոլիտիկ նպատակների իրականացման տեսակետից եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահի կամ հայ-ամերիկյան հարաբերությունների առաջմղման տեսակետից։ Եվ այս առումով դա շատ թերի էր, ավելին ես ասեմ, նաեւ թերի էր այն առումով, որ ինչ որ միտեղ զեղչվեց թե ցեղասպանության հայոց ցեղասպանության խնդիրը, բայց ասում են աշխատակազմն է տեղադրել, հետո ջնջել այդպեսի։ Դա նշանակություն չունի, այն որ փաստացիորեն փորձարվեց գրառումը անել եւ հետո փոխել տոնայնությունը, դա արդեն ցույց է տալիս, որ այլ մոտեցումներ գոյություն ունեն եւ ավելին ասեմ, նաեւ վեհապարի հետ հանդիպման չկայացումը եւ երրորդ գործոնը բացարձակապես մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառության եւ մեր արկա գերիների հետ կապված խնդիրների չարծարծումը, Ալիևի հետ հանդիպմանը ասաց, որ խոսվել է այդ մասին։ Ինձ այնքան հետաքրքիր չէ, թե ինչ են հաղորդագրության մեջ նշում, որովհետև շատ հաճախ նմանատիպ դեպքերում զուտ այսպես պլյուս դնելու համար իրենք կարող են դա ասել անցնել, բայց ամերիկյան կողմը այն կողմն է, որ կարող էր արդյունք արձանագրել, խոսքս վերադարձի տեսքով, որը տեղի չունեցավ։ Ցառը չկամականատես լինենք։ Ես կարծում եմ, որ այս պահին դա չի լինի։ Եթե անգամ լինի որոշ քանակի ոչ պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա դա կլինի ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում, որպեսզի այս իշխանությունները կարողանան դրանից միավորներ քաղել։ Այսինքն այս այցը կարող էր իր առումով շատ ավելի ծանրակշիռ լինել, բայց մենք այստեղ գործ ունենք մի իշխանության հետ, որը ընդհանրապես սպասարկում է օտարի շահերը եւ այս պարագայում նաեւ իրենց արևմտյան թելադրողների, կամ գուրուների, ինչպես ես ասում եմ, իրենց շահերը եւ այստեղ հայկական շահը ուղղակի զոհաբերվեց հերթական անգամ մեր ժողովրդին դնելով քաղաքական առումով մեծ կախվածության մեջ, ռազմաքաղաքական առումով մեծ կախվածության մեջ եւ դրան հավելյալ նաեւ 9 միլիարդի պարտքի ավելացման հանձնառության տակ։ Տիկին Աղաջանյան, այդ 9 միլիարդի հետ կապված իշխանությունները ասում են սա ներդրում է, մյուս կողմը ասում է սա ընդամենը պարտք է, այսինքն Հայաստանը այսպես թե այնպես այդ գումարը վճարելու է։ Հիմա ինչի մասին է վերջում։ Գիտեք, ես վստահում եմ փոխնախագահի խոսքին, որը շատ հստակ իր խոսքում նշեց, որ դա լինելու է իրենց տեխնոլոգիաների վաճառք, փաստացիորեն վաճառք, փոխանցում 5 միլիարդի դիմաց հայկական կողմի, ընդ որում խոսքը գնում է մոդուլային ատոմականների մասին, որտեղ ամերիկյան կողմը 0 փորձառություն ունի, սա նշենք, եւ այս պարագայում եւս 4 միլիարդ դրա սպասարկման եւ հագեցման նպատակով, այսինքն 9 միլիարդի երկարատև պարտք
գոնե հանձնառության այսօրվա գործող իրենց ձեռք բերած հանձնառության պարագայում մի բանի դիմաց, որը իրականության մեջ գոյություն չունի։ Այսինքն սա ավելի քաղաքական ներկայությունը ամրապնդելու եւ դա օգտագործելու Ռուսաստանից ատոմային էներգիայի ոլորտում մեր կապը կտրելու խնդիր է դրված եւ ավելին մտավախություններ կան, որի մասին տարբեր վերլուծաբաններ, այդ թվում նաեւ թուրքական մամուլի տարբեր հրատարակումներ նշում են, որ համաձայնություն կա, որ պիտի փակվի մեր ատոմակայանը եւ այս անգո մոդուլային կայանի խնդրի արտարծման պարագայում ուղղակի սա ժամանակ են ձգում, որպեսզի հետագայում փակելուց հետո արդեն Հայաստանը ձգի ատոմային կայանի շահագործման հնարավորություն։ Այդ հարցի հետ կապված ասում են, որ այսպես թեմպես մինչև 36 թվականներ ժամկետը գործող ատոմակայանի։ Դա հասկանալի է, բայց գործող ատոմակայանի փոխարեն նոր ատոմական կառուցելու համար մինիմում 10 տարի է պետք։ Այսինքն այս առումով մեր իշխանությունները 5 տարի է խնդիրը ձգձգում են եւ փորձում են այն երկրներին, որոնք իրականում ունեն տեխնոլոգիաները եւ իրականում կարող են այստեղ ատոմական կառուցել, նոր ատոմական հիմնել, իրենք ուղղակի տարբեր քննարկումների անվան ներքո ուղղակի հետ են մղվում։ Եվ այս պարագայում առնվազն ինձ համար մոտ 3 տարի ակնհայտ էր, որ նրանք ամերիկյան կողմի խոստացել են այդ մոդուլայինով հարցը լուծել եւ ինչու են գնում մոդուլայինի, որովհետեւ տվյալ պարագայում խնդիր է դրված Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ դնել եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից, այսինքն մենք գործ ունենք Հայաստանը ամբողջովին կլանելու process-ի հետ, որտեղ Միացյալ Նահանգները ուղղակի մի կողմից իր տեխնոլոգիաների վաճառքը եւ իր մասնագետներին աշխատատեղերով ապահովելու խնդիրն է լուծում, որի մասին փոխնախագահ Վենցը հստակ ձևով արտահայտվեց, մյուս կողմից բավարարում է իր համար դաշնակից Թուրքիայի եւ կարևոր դերակատար դարձած Ադրբեջանի քաղաքական նպատակները։ Տիկին Աղաջանյան, եթե պրոտոկոլային առումով համեմատենք օրինակ այցը Հայաստան եւ Ադրբեջան, որպես դիվանագետին արձանագրումներ կարող եք անել, հա, թե օրակարգերը համեմատելով երկրներում թե այցի հետ կապված պրոտոկոլներին։ Ճիշտ ասած, ես չեմ հետևել Ադրբեջանի, բայց կենսենց ասուլիսն եմ նայել միայն, թե դիմավորում ճանապարհում առանձնապես չեմ հետևել, բայց շատ տարօրինակ էր ազգային ժողովի նախագահի կողմից դիմավորումը եւ ինձ համար շատ անընդունելի էր ճիշտ է, մեր նախագահան այսպես անունը կամանումը չկա վիճակ է, բայց բոլոր դեպքերում իր հետ հանդիպումը ընդհանրապես լուսանկարներով մամուլին տրամադրել եւ ոչ թե նորմալ ընթացակարգով արարողակարգը ապահովելը։ Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգները ինքը ամբողջովին անվտանգային բլոկը եւ տեղափոխում ինքը իր միջոցներով է ապահովում, դա իրենց ձեռագիրն է եւ հատկապես հիմա, երբ որ մեծ խնդիրներ ունեն տարածաշրջանում, բնականաբար իրենք պիտի առավելագույնը անեն ապահովագրելու բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգությունը, բայց տվյալ պարագայում ինձ համար ուղղակի որոշակիորեն խնդիրներ էր նաև մեր կառավարության ղեկին նստած անձի զուգընկերոջ կողմից նախագահի տիկնոջը ընդունելու հանգամանքը, դրա փոխարեն կարող էր հանգիստ նախագահի տիկինը նրան ընդուներ եւ համապատասխան մշակութային ծրագիր իրականացնեին։ Ինձ համար անընդունելի էր նաեւ ցեղասպանության հուշարձան այս մերկ այցելությունը։ Կրթության նախարարն էր ուղեկցում Հասկանում եմ, բայց հնչեղությունը բոլորովին այլ էր եւ նաեւ ցեղասպանության թանգարան այցելության բացառումը ել չեմ ասում, որ շատ բացասական էր վեհապարի հետ հանդիպան չկայացումը։ Սա նաեւ իրենց հարվածելու է հետագայում մեր համայնքի հետ առնչություններում եւ առաջիկա ընտրություններում իրենց քվեները ստանալու գործընթացում։ Բայց սա հենց այդ համատեքստում էլ չէ կարող ենք դիտարկել, որ սա որոշակի քայլեր քվեների դիմաց օրինակ այնտեղ հայ համայնքը մեծ եւ դա համար կազմում ազդեցիկ եւ դա համար էր պարոն Վենսը եկել եւ ոչ թե այլ ասենք պետքարտուղար կամ այլ մակարդակ, որտեվ եթե չեմ սխալվում, դուք կհիշեք, որ Թրամփի իշխանության գալու ժամանակ փոխնախագահ իր կողմից փոխնախագահ նշանակվելու հանգամանքը
այսպես նաև որոշակի հայկական առնչությունների մասին խոսակցություն եղավ եւ այս պարագայում հաշվի առնելով որ նա համայնքի հետ որոշակի աշխատանք է ժամանակին կատարել ինքը որպես այդ առաջատար դեմքեր հանդես գալիս գումարած այն որ նա իրենց քրիստոնեական արժեքների ջատագովի առումով նա է այդ կերպարը, որով նրանք փորձում են այդ ուրեմն թեզերն առաջ տանել եւ այս պարագայում նա ավելի անկալելի էր որպես բարձրաստիճան պաշտոնյա այցելելու, քան որևէ այլ մեկը։ Հետաքրքիր էր, որ Ադրբեջանում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը եւ ինձ համար հետաքրքիր էր, որ Ադրբեջանը խնդիր է դրել նաեւ այդ տվյալների կենտրոն ստեղծելու հարցը, որը ամերիկյան կողմից մինչ այդ գոնե բարձրաձայնված չէր։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ Հայաստանի հետ հերթական մրցակցությունը տարածաշրջանային կենտրոն դառնալու ուղղությամբ, գիտեք, որ մեզ մոտ ստեղծվող կենտրոնը նպատակ ունի տարածաշրջանային ծածկույթ ունենալ եւ այս պարագայում մենք եւս տեսնում ենք Ադրբեջանի կողմից հակընդդեմ գործողությունների իրականացում այո։ Տիկին Աղաջանյան, իսկ այս արդեն հետագա տարածաշրջանային ընդհանուր զարգացումների վրա ինչ ազդեցություն կունենա, ինչպես սրանք արձագանք են օրինակ ռուսական կողմը կամ Իրանը։ Գիտեք, ինձ համար արդեն ռուսական կողմը որոշակիորեն վերապահումներով արձագանքներ տվել է, բնականաբար ղեկավար կազմից մենք ոչինչ չենք լսի, գնահատականներ սուր, որովհետև այսօր ռուս-ամերիկյան ընթացող բանակցությունների շրջանակներում գոնե ռուսական կողմը փորձում է այնպես անել, որ process-ը թեկուզ դանդաղ, բայց ինչ-որ միտեղ առաջ գնա։ Մենք ես մտահոգություններ ունեմ իրանական զարգացումների տեսակետից արձագանքից զատ այս այցի ուղեկցության հետ կապված տեղեկատվություն դուրս եկավ որ 20 ռազմական բեռնատար ինքնաթիռ է տարածաշրջան եկել, որից երկուսը գնացել է Վրաստան, մնացածը Հայաստան, Ադրբեջան։ Ենթադրում եմ, որ այդ ինքնաթիռներից 1-2-ով տեղափոխել են այն ավտոմեքենաները, որոնցով պատվիրակությունը տեղաշարժվել է, բայց մնացածը ռազմական տեխնիկայի տեղափոխում է իրականացվել։ Հարց է առաջանում ինչ նպատակով եւ ուր։ Եվ հաշվի առնելով, որ այսօր Միացյալ Նահանգները ակտիվ ջանքեր է գործում ստիպելու իրանական կողմի զիջումների գնալու եւ փաստացիորեն հնազանդեցվելու, մենք կարող ենք ենթադրել, որ ինքնապաշտպանական դա պաշտպանական չէ, դա լավ էլ հարձակողական է, քանի որ եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա հստակ հանձնառություններ կան Իրանի դեմ այդ գործողությունների շղթայում իրենց դերակատարումը իրականացնելու։ Բայց այս ամենը կարող է վերածվել արդեն, հա, այսպես ավելի լայնածավալ գործողությունների տարածաշրջանում։ Իհարկե, այսօր նախապատրաստվում են այդ գործողությունները, նախապատրաստվում են Իրանի դեմ գործողությունները, իրենց հարևանների հետ համապատասխան համաձայնությունները ուրեմն ձեռք բերելով այն ինչի մասին հայտարարվեց նավակները, որը պիտի օգտագործվի Կասպից ծովում, դա պատահական չէ, որովհետև մենք գիտենք, որ նախորդ կարծեմ 12 օրյայի ժամանակ ռուսական կողմը որոշակի աջակցություն իրականացրել է Կասպից ծովով Իրանին եւ այդ դրա դեմը առնելու միջոցների շարքում է նաև դա, սա այն է ինչ որ բացահայտվել է, բայց հարցական է թե այդ 20 ինքնաթիռներից առնվազն կեսի մեջ ինչ զինտեխնիկա է տեղափոխվել եւ մենք շատ լավ գիտենք ձեզ հետ որ Իսրայելը ակտիվ ներկայություն ունի Արցախի օկուպացված տարածքներում եւ վերջի երկու գործողություններ խոսքս անցյալ տարվա 12 օրյայի եւ վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ադրբեջանական միջամտության մասին տվյալները արդեն բացահայտ դուրս են եկել եւ դրա մասին խոսում է թե վերլուծական շրջանակներում թե անգամ իրենց ռազմական շրջանակներում։ Իսկ Հայաստանը ձեր նշած տարածաշրջանային գործողություններում լավ այդ հաշվարկը կատարվել է, ինչ որ այսպես ասած հակազդեցություններ ունի, որ ցանկացած պահի կարողանա իր գոնե իր տարածքները պաշտպանել։ Ոչ, հնարավոր էսկալացիայի դեպքում։ Ոչ, հակառակ այն հետախուզական անօթաչուները, որ բերվել են Հայաստան, որը չեմ կարծում մեր եւ ռազմական փորձագետները ավելի ճիշտ գնահատական կտան, բայց ես չեմ կարծում, որ
մեր պարագայում ինչ որ հարց են լուծելու, դա մեր համար սուերի պատմության նման ինչ որ բան է դառնում, թանկարժեք խաղալիք, որը դրված է, բայց այդ ուրեմն անօթաչուների սպասարկումը միանշանակորեն ենթադրում է, որ պիտի ամերիկյան կողմը իրականացնի, դա նշանակում է ամերիկացի ռազմական մասնագետների տեղակայում Հայաստանում եւ հետաքրքիր է ում դեմ է ուղղված լինելու դա Թուրքիայի դեմ ուղղված չի կարող լինել, իրենց ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, Ադրբեջանի դեմ եւս ուղղված չի կարող լինել, որովհետեւ ՆԱՏՕ-ի հետ եւ Թուրքիայի հետ ակտիվ համագործակցում է։ Այստեղ երկու թիրախային ուղղություն է եւ հատկապես Իրանը, որի դեմ դա փաստացիորեն օգտագործվելու է։ Դե շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սյունիք Աղաջանյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, ձեզ հետ Քրիստինա Մուշեղյանն էր։